Ես իհարկե դեմ չեմ եւ կարծում եմ որևէ մեկս դեմ չենք առողջ ապրելակերպին, առողջ սնունդին եւ երևի թե այս կառավարության միակ որոշումներից մեկը կրթական համակարգում, որ դպրոցներում եւ մանկապարտեզներում այդ սնունդը այդ փոխվի եւ հնարավորինս առողջ սնունդ տանք այդ տրանս յուղերից զերծ, բայց ինձ ահազանգել են պարբերաբար եւ հիմա էլ ահազանգել են այսօր Ձորաղբյուր գյուղի ծնողները, Ձորաղբյուրի մանկապարտեզում երեխաները սոված են մնում։ Գիտության, կրթության, չգիտեմ ինչի նախարար եւ բազմաթիվ մանկապարտեզներում ձեր նոր սննդակարգի արդյունքում երեխաները սոված են մնում, ավելին, ինչի եք Ձորաղբյուրի պետական մանկապարտեզից յուրաքանչյուր ծնողից գանձում 8000 դրամ, երբ որ պետական մանկապարտեզները անվճար են։ Վերանայեք այս խնդիրը եւ այո, առողջ սննդակարգի անցնելուց գոնե չափաբաժինները այնպես արեք, որ երեխաները սոված չմնան։ Կրկնում եմ, բազմաթիվ ծնողներ են ինձ դիմել, որ այս նոր սննդակարգի անցնելուց մանկապարտեզներում երեխաները մնում են սոված։ Լավ է առողջ սննդակարգը, բայց այնպես ճշգրիտ սննդաբանների հետ օրվա կալորիան համապատասխանեցրեք, որ երեխաները չմնան սոված եւ բացատրեք, թե ինչի Ձորաղբյուրի մանկապարտեզից գանձում եք յուրաքանչյուր ծնողից 8000 դրամ, երբ որ մանկապարտեզը մասնավոր չէ եւ պետական է։